Փաշինյանը հերթական անգամ մարտահրավեր է նետել նախկին նախագահներին, վարկածներ շարադրելով Արցախյան խնդիրը վերջնականապես լուծած չլինելու իր պատկերացրած պատճառների մասին։ Ինչու Հայաստանի նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել Արցախի հարցի իրենց իսկ նկարագրած հոյակապ լուծումները, հարցրել է Փաշինյանը եւ ինքն էլ պատասխանել իր հարցադրմանը, նշելով իր տարբերակները։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պնդում է իրենց իշխանությունը, նկատի ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը, հաջորդ կառավարություններին է փոխանցել շատ ուժեղ ռազմական եւ բանակցային դիրքեր։ Մենք հասցրել էինք բանակցությունները մի աստիճանի, երբ որ աշխարհը պատրաստ էր ընդունել Լեռնային Ղարաբաղին որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, որովհետեւ 97 թվին մեզ առաջարկվել էր խաղաղության մի պլան, ըստ որի Լեռնային Ղարաբաղը նախ պետք է ստորագրեր այդ փաստաթուղթը, որ այդ պլանը կայանար, այսինքն իր ստորագրությունը հավասարապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ հայտնվելու էր այդ խաղաղության պլանի փաստաթղթի տակ, եւ երկրորդը Լեռնային Ղարաբաղը ստանում էր իրավունք վետոյի իր ապագա ստատուսի վերաբերյալ։ Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնական փաստաթղթերը, որոնք հայտնի են որպես մադրիդյան սկզբունքներ, որոնց շուրջ կողմերը համաձայնել էին արդեն երկրորդ նախագահի օրոք կամ Լավրովի պլան, որը բանակցային սեղանին էր հայտնվել, արդեն երրորդ նախագահի շրջանում նախատեսում էին փուլափաթեթային լուծում։ Զուրաբյանը նշում է, դրանք ներառում էին Արցախի հարակից 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին, Քելբաջարի եւ Լաչինի հարցի կապումը Արցախի վերջնական կարգավիճակի հետ, փախստականների վերադարձ եւ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Արցախի բնակչության ազատ կամ արտահայտության հանրաքվեի միջոցով, որի արդյունքի ընդունումը կողմերի համար պարտադիր էր։ Քննադատների կարծիքով այս պլաններից հրաժարվելն է հանգեցրել պատերազմի, հազարավոր զոհերի եւ տարածքային ծանր կորուստների, առանց կարգավիճակի հարցում որևէ հստակության։ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը իրենք այնուամենայնիվ ուզում էին կարգավիճակի խնդրի շուրջ ինչ որ մի բան ավել ստանային, քան ասենք ստացել էր Տեր-Պետրոսյանը։ Նրանք գոնե բանակցում էին, Փաշինյանը դա էլ չարեց։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անընդունելի է համարում Փաշինյանի մեղադրանքները, նշելով, որ նա բանակցային գործընթացը սկսել է զրոյական կետից։ Բանակցային ժառանգության մասին խոսել է իր իսկ 20 թվականի կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով փաստաթուղթ, ինչի համար հետագայում այսպես ասած հաթաթա ստացավ համանախագահներից, որ չի կարելի գաղտնի փաստաթղթերի հրապարակել, բայց այնտեղ ներկայացրեց, որ այդ պահին բանակցվում էր սեղանին դրված 5 շրջանների դիմաց միջանկյալ կարգավիճակը ենթադրում էր Արցախի իշխանությունների ճանաչում, այդ թվում նաև դատական իշխանության ճանաչում։ Արցախի իշխանությունները Արցախը որպես այդպեսին իրավունք էր ունենալու մասնակցել իրեն վերաբերվող հարցերի քննարկմանը ԵԱՀԿ-ում։ Պատասխանելով հարցին, թե ինչու մինչև 2018 թվականը խնդիրը վերջնական լուծում չէր ստացել, Մամիջանյանը շեշտեց, որ բանակցային գործընթացը դրված էր այնպիսի ռելսերի վրա, որոնք բացառում էին հակահայկական լուծումները։ Այն ժամանակ մենք հասել էինք հետևյալ երկու կարևորագույն արձանագրումների։ 1. Արցախում հայեր էին, ապրում էին անվտանգ, պետական ինստիտուտները գործում էին, մեզանից յուրաքանչյուրն էլ այցելել էր Արցախ կամ դրա հնարավորություն ուներ։ Մամիջանյանի խոսքով նախկին իշխանությունները կարող էին համաձայնել ավելի ցածր նշաձողի, սակայն նպատակը հայանպաստ լուծման հասնելն էր, պահպանելով Արցախի անվտանգությունն ու գործող պետական ինստիտուտները։ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե իշխանության գալու պահին Արցախը կորցրել էր անկախ լինելու տեսական ու գործնական հնարավորությունները, բացահայտ սուտ են եւ կեղծիք, ասում է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Փաշինյանը դեռ 19 թվականին հայտարարել էր, որ ինքը բանակցությունները սկսել է զրոյական կետից, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից։ Նրա խոսքով Փաշինյանը 2018 թվականին Սերժ Սարգսյանից ժառանգել է բանակցային մի փաստաթուղթ, որը հայտնի է որպես մադրիդյան սկզբունքների նորացված ու վերջին տարբերակ։ Այս առաջարկը նախատեսում էր Արցախի վերջնական կարգավիճակի որոշում, պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով։ Կար բանակցային գործընթաց,
Նորեն մտնում էր փակուղի, դուրս էր գալի փակուղուց, բայց լայնածավալ այդ ագրեսիան, որը մենք տեսանք 20 թվականին, չկար։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար խափանեց բանակցային գործընթաց։ Իսկ երբ բանակցությունները ընդհատվում են, սկսում է պատերազմը։ Ըստ Խաչատրյանի, Փաշինյանը փորձելով կտրել Գորդիան հանգույցը իրականում խորացրեց խնդիրը, հանգեցնելով աղետի։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։